Մի sense պարզ բան կա նաև, որ այդ փողերը լավ բաժանում են, բայց յուրաքանչյուր այդ փող վերցնողը պետք է հասկանա, որ այդ փողերը հետո հետ են հավաքելու, տասնապատիկն են հետ հավաքելու, հələ այդ պետություն, պետականությունն էլ դնենք մի կողմ, անձնական, իրանցից, ախր դառնում են ստրուկ, այդ փողը վերցնելով դառնում են ստրուկ, էս է ամբողջ խնդիրը, և էլ չեմ ասում, որ վերջի վերջո թող յուրաքանչյուրը այդ քայլին գնալուց առաջ մի հատ մտածի, որ եթե մենք կորցրեցինք պետականությունը, եթե գնացինք վերադարձանք դեպի ռսա հպատակություն, ընտրություններից ուղղակի 10-15 օր հետո նրանց ընտանիքների երիտասարդները զորակոչվելու են ու գնալու են Դոնբաս կռվելու։ Այսինքն սա վախեցնելու միտում չի, շանտաժ չի, դա իսկապես կարող է նման սցենար լինել։ Իհարկե կարող է լինել։ Իհարկե կարող է լինել։ Բայց եթե մենք կորցնում ենք մեր պետականությունը, դառնում ենք էլի ինչ-որ ֆորպոստ, բնական է, որ այս մարդկային ռեսուրսը, որը արդեն Ռուսաստանը չունի, ստեղից պիտի տանի պատերազմ։ Բոլոր խնդիրները, էլ չեմ ասում մեր տարածքային կորուստները, այդ ամպագորգոր, որ խոսում են, բան են անում, ինչի մասին է խոսքը, բա ուր էիք դուք։ Սամվել Կարապետյան, դու 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարություն էիր անում, հավասարության նշան էիր դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, կողմերի հավասարության, բա այն ժամանակ բա ուր էր քո հայրենասիրությունը, կամ են մեկը, էլ Ռոբերտ Քոչարյանի մասին չեմ խոսում,